Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին եւ այսօր ադրբեջանական բանակի այսպես կոչված հետախուզությունը մարտով։ Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով ադրբեջանական կողմը փորձում է ճշտել հայկական զինուժի հնարավորությունները արդեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ժամանակ։ Նրանց նպատակն է պարզել մեր հնարավորություններն ու կարողությունները տեղում։ Սա իմ կարծիքն է եւ ես համոզված եմ, որ այս ամենը նախապատրաստվել է թուրքական եւ ադրբեջանական զինված ուժերի գլխավոր շտաբներում։ Նրանք ունեցել են գործողությունների մի քանի պլաններ, որոնցից ընտրել են հատկապես այս մեկը՝ հետախուզություն մարտով։ Արկադի Տեր-Թադևոսյանը կարծում է, որ 21-րդ դարում տանկերով չեն գնում մարտի։ Հետևակի գործողությունները պաշտպանելու համար այժմ օգտագործում են հրետանին եւ հրթիռային կայանքներ։ Ադրբեջանական կողմը սակայն կիրառում էր նաև տանկեր ու զրահամեքենաներ։ Գեներալը բացառում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետագա ծավալումը, սակայն դրա դիմաց առաջարկում է զգուշացնել հակառակորդին։ Տեսնում եք, թե ինչի վրա է կառուցված Բաքուն։ Դուք արեցիք ձեր քայլը, մենք կանենք մեր քայլը։ Զգուշացնել ադրբեջանական կողմին, որ հնարավոր լայնամասշտաբ պատերազմի ժամանակ մենք կհարվածենք ձեր նավթային աշտարակներին։ Արցախի ազգային ազատագրական պայքարին մասնակցած Աստվածատուր Պետրոսյանն էլ կարծիք է հայտնում, որ ադրբեջանական կողմից անձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունները նման է ճայի վերջին ճիչին։ Ադրբեջանական կողմն ըստ գեներալ Պետրոսյանի իբր այդ գործողությամբ փորձում էր ապահովել իր բնակավայրերը։ Նոր են մտածում, որ իբր դրանով իրենք ապահովում են հաջորդ բնակավայրերի, ասենք, անվտանգությունը, հաջորդ բնակավայրերի անվտանգությունը, երբ որ մենք բնակավայրերի ընդհանրապես չենք խփում եւ այդպիսի միտք էլ չունենք։ Արցախյան ազատամարտի մասնակիցն ասում է, որ հայկական կողմն ունի բազմաթիվ հնարավորություններ ռմբակոծելու ադրբեջանական բնակավայրերը, ինչը իրեն թույլ չի տալիս։ Նույն Միրբաշի ուղղությամբ մեր հրետանին նստած ընդամենը 2 քայլի վրա։ Նույն Բաքվի ուղղությամբ մեր հրետանին եւ ուրիշ ուժեր եւ հրթիռահրետանին նստած է 1-2 մեր ռազմական տեսակետից 1-2 աչքի թարթի վրա, 1 վայրկյանի վրա։ Եթե մենք մեր խիղճները կորցնենք, դա կարող ենք անել։ Աստվածատուր Պետրոսյանը նշում է, որ արդեն մահապարտներից 140 հոգի, ովքեր դեռևս կարող են զենք բռնել, արդեն գտնվում են առաջին դիրքերում, ստացել են հանդերձանք ու զենք եւ պատրաստ են կռվով վերցնել ադրբեջանական դիրքերը։ Հայկ Հովհաննիսյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին ալիք։